24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ես ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորել է քաղաքացու օրը, թեև այսօրը միայն Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն է նշում եւ ժողովուրդը առանձնապես անտարբեր է այսօրվա հետ կապված, բայց նա մասնավորապես նշում է, որ 7 տարի է ինչ ժողովուրդը երկրի տերն է, իշխանությունը ձևավորվել է ժողովրդի ընտրությամբ եւ ընտրությունները չեն կեղծվել, արդյունքները ցույց տալիս տնտեսական աճի, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչ կասեք։ Իմ կարծիքով բոլոր տեսակի տոները կամ երևույթները, որոնք որ արհեստացին են, այսինքն սարքած են, իրենք առանձնապես կյանք չունեն մեր հայ ժողովրդի ապրելաձևի մեջ, ավելի շատ մեր մոտ ազգային տոներն են, եկեղեցական տոներն են, հակառակ բոլոր դժվարությունների, որ այսօր մենք ունենք մեր կյանքում, հասարակության մեջ, ավելի շատ, ասենք թե, հետ մղելու այդ մեր ազգային տոները եւ նաեւ եկեղեցական տոները, հակառակ այդ ամեն ինչին, այդ ցանկություններին այսօր կարծում եմ, որ դրանք շատ կարեւոր են, որտեղ տոնը ինքը պետք է լինի օրգանական, պետք է լինի բնական, արհեստացին տոները ես չեմ կարծում, որ իրենք ապրելու հնարավորություն ունեն, այո, կարող ես հայտարարել, որ այդպես է եւ այլն։ Եվ նկատել է, որ ժողովուրդը առանձնապես հետաքրքրված չէ այդ տոնով, բայց հարցային բովանդակությունն է, որ նա դնում է, նա այսօր որպես արդյունք էր ցույց տալիս իր 7 տարիների կառավարումը, թե ինչ հաջողություններ է արձանագրել։ Արդյոք դա այդպես է։ Նայեք, ես ինձ համար շատ կարևոր երևույթ է անվտանգությունը։ Մեր երկրի անվտանգությունը իր բոլոր երևույթներով, այսինքն թե տարածքային մեր անվտանգությունը, թե մեր մշակութային անվտանգությունը, առողջապահական անվտանգությունը առհասարակ ինձ համար շատ կարևոր է։ Իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն այդ ամեն ինչը շատ կարևոր է, արդարությունը շատ կարևոր է, բայց նաեւ միայն խոսելով այդ ամեն ինչի մասին, դա չես կարող ասել, որ սա իրական է արդեն։ Միայն ասելով, միայն խոսելով եւ այլն, այնինչ որ, այսինքն ես իմ պատկերացմամբ մենք շատ բաներ ունենք մտածելու, շատ մինչև հասնել այն երկրորդային խնդիրներին։ Այսօր մենք ունենք Արցախը զավթված, ունենք տարածքներ, որ հենց Հայաստանի սուվերեն տարածքի մեջ են մտնում, որոնք որ զավթված են, մենք չենք խոսում այդ ամեն ինչի մասին, մենք ունենք խնդիրներ մեր ինքնության հետ կապված, այսինքն թե մեր պատմության հետ կապված խնդիրներ եւ նաեւ լեզվի հետ կապված խնդիրներ, մշակույթի առհասարակ կապված խնդիրներ, շատ մեծ խնդիրներ ունենք եւ պահպանման խնդիր, այսինքն։ Այո, պահպանման խնդիրը, այսինքն մենք այսօր գիտենք, որ այս գլոբալիզացիայի դարաշրջանում հիմնական թիրախը ինքնությունն է, այսինքն պատերազմը ինքնության դեմ, ինքնությունը իր բոլոր բաղադրիչ մասերով, այսինքն մենք հենց դրա մասին չմտածելով, մենք այսօր բերում ենք առաջնային, ասենք թե օրինակի համար 1000-ն ասֆալտը ինձ համար ինքը առաջնային երևույթ չէ, երկրորդական երևույթ է կամ 10-րդական երևույթ է, եթե մենք համեմատենք օրինակ հենց մեր արցախցիները, որ անտուն, անտեր մնացին եւ այսօր եւ այստեղ են եւ Երևանում եւ տարբեր մարզերում եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծիրուցան եղան շատ խնդիրներ, որոնք որ շատ ավելի կարևոր է դրանց մասին խոսել, թե մենք ինչ ենք անելու եւ ինչ ունենք, մեր տեսլականը որն է։ Իսկ ինչու է Փաշինյանը տեղերը փոխում, երկրորդական խնդիրները դարձնում առաջնային եւ նույնիսկ հայտարարություն է անում, որ անվտանգությունը առաջնային տեղում չէ Հայաստանի համար։ Իմ պատկերացմամբ այդ հարցը բնականաբար իրեն պետք է ուղղվի, բայց ինձ համար անվտանգությունը ամենաբարձր տեղն է։ Մեր երկրի անվտանգությունը իր բոլոր իմաստներով, այսինքն մեր ժողովրդի
ինչպես ասացի, թե ընդհանուր ռազմական անվտանգությունը, ներքին անվտանգությունը եւ նաեւ մշակութային եւ առողջապահական շատ խնդիրներ ունենք։ Այսօր օրինակ շատ ենք լսում, չէ՞, թմրանյութերի հենց տարածման հետ կապված եւ այլն, սա արդյոք դա չի վտանգում մեր գենետիկան, որպես հայ ժողովուրդ։ Շատ խնդիրներ կան, ես բնականաբար համաձայն չեմ եւ ես կարծում եմ, որ դա մեզ համար կործանարար երևույթ է։ Եվ ինչ միտում ունի այս ամեն ինչը, որովհետև իշխանությունը, մասնավորապես Փաշինյանը հատկապես, կամ մի քանի հոգի իր հետ միգուցե, կամ միայն ինքը, գոնե ինքը լավ գիտի, թե ինչ խնդիրների առջև ենք կանգնած եւ ինչ է սպասվում եւ ինչ պահանջներ է դրված։ Եվ այս ֆոնին միշտ երկրորդել անվտանգային հարցերը եւ այլ հարցեր բերել եւ առաջնային դարձնել, օրինակ տնտեսական աճը, ընտրությունները ասում եք կեղծ չեն եղել եւ այլն, եւ անընդհատ է այս քարոզչությունը տարվում։ Սա ընտրություններից առջև կատարվող գործընթացներ են, որ արդյունք ցույց տա, թե իսկապես Փաշինյանը փորձում է շեղել ժողովրդին այդ անվտանգային խնդիրների կարևորությունից։ Դե ընդհանուր առմամբ բարձ է, որ շեղելու նպատակ կա եւ նաեւ նախապատրաստվել նոր գալիք ընտրություններին, այդ ամեն ինչը կա, բայց միգուցե կան ուրիշ նպատակներ, դրա համար ես ասում եմ, այդ հարցերը իրեն պետք է դրվի։ Իմ պատկերացմամբ իմ ընտանիքի անվտանգությունը առաջին հերթին է։ Իմ ընտանիքի։ Իսկ իմ ընտանիքը դա հայ ժողովուրդն է, իմ ընտանիքը Հայաստանն է։ Եվ դրա մասին պետք է մտածեմ, Հայաստանի անվտանգության մասին։ Առաջին հերթին յուրաքանչյուր ղեկավար երկրի, առաջին հերթին ինքը պետք է պահի երկիրը պետք է պահի անվտանգ։ Ամեն ինչ պետք է արվի հենց դրա համար։ Հիմա մտածողության ինչ փոփոխություններ է Փաշինյանը ուզում իրականացնել, որովհետև նկատելի է, որ նա գաղափարական հարցեր է առաջ քաշում, հետո սկսում է այդ հարցերը քննարկել, հետևողականորեն այդ հարցերի մասին նա դիսկուրսեր է ծավալում, քարոզչություն է անում, ելույթներ է ունենում, այսինքն հասկանալի է, որ դրանք ոչ թե պահի տակ արված հայտարարություններ են, այլ կոնկրետ փոփոխություն է ուզում իրականացնել մարդկանց մոտ շատ իրողություններին այլ ձևով նայելու։ Դուք ինչ խնդիր եք տեսնում նաև այստեղ մշակութային, նաև պատմական առումով։ Իմ պատկերացման բոլոր քայլերը, որ ես նկատում եմ կամ այս քանի տարիների ընթացքում նկատել եմ, հիմնականում, այսինքն ավելի շատ համաշխարհայնացման հենց իրականացումն է, ավելի շատ ինչպես մի քանի ժամանակ առաջ լսեցինք հենց իրենց թիմից մեկի կողմից, որ մենք հեչ պարտադիր չի, պետք է անպայման միգրացիոն բան իրականացնենք, ծրագիր իրականացնենք եւ հեչ պարտադիր չի, որ հայերով մենք այստեղ այո միատար լինենք եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր քայլերը մեկ մյուսի հետ կապված է։ Իսկ ասենք թե ես իբրև ազգային մտածողությամբ եւ պահպանողական մտածողությամբ մարդ, ես կարծում եմ, որ սա հենց դրա դեմ է։ Այսինքն ազգայինը թույլաtsնել եւ ավելի շատ այդպես հետ մղել ազգային, ինչքան հնարավոր է հետ մղել։ Ինչու, ինչ նպատակ կա։ Այդ նպատակը դիմադրելու հենց այդ հայրենասիրությունը կոտրելու, ես կարծում եմ քաղաքականությունը ինչ է։ Դե հենց այդ քաղաքականությունն է, այսինքն հայրենասիրական այդ երևույթները դարձնեն օրինակի համար իրենք սին երևույթներ եւ այլն։ Դրա համար եմ ասում, այսինքն ավելի շատ այդ գաղափարները, որոնցով իրենք սնվել են տարիներ շարունակ, այսօր ուզում են իրականացնել եւ երևի իրենց տանը այդպես են ապրել եւ այդպես են պատկերացնում ընդհանուր Հայաստանում ինչպես պետք է ապրենք բոլորս, բայց մեզ սովորեցնում են ինչպես ապրենք, մտածենք։ Հա, բայց մեզ սովորեցնելու կարիք չկա։ Եվ երկրորդը, ասենք թե ես կողմ եմ, որովհետեւ ոչ թե կողմ եմ, այլ ես ձգտում եմ դրան, որովհետեւ կրթությունը լինի հենց նպատակային։ Եվ եթե կրթությունը նպատակային չի, ինքը դառնում է անիմաստ։ Ինչքան էլ ասենք, որ կրթությունը արդիական է հիմա կամ մոդայիկ է եւ այլն, բայց կրթության նորաձևը, կրթության նպատակ պետք է ձևավորվի։
Առաջին հերթին բովանդակությունը ինչի համար է կրթվում հայ երեխան։ Ինչի համար։ Այդ կրթությունը, որ պիտի ստանա, իր մեջ բարունակում է ընդհանրապես գիտելիքներ, թե ինքը դաստիարակվում է նաև։ Այդ գիտելիքները ինչի համար պետք է օգտագործի։ Հիմա այդ ակցիան, որ արվում է կրթության հետ կապված, կրթությունը նորաձև է, դուք ինչ տրամաբանություն եք դրա մեջ տեսնում, ինչ բովանդակություն կա, կամ առասարակ կա բովանդակություն, թե դա ուղղակի PR ակցիա է, որը արվում է, որպեսզի իրենց մասին խոսեն։ Եվ եթե դա կրթական նպատակ ունի, ինչու է փակ անցկացվում այդ հանդիպումները եւ չի լուսաբանում, թե ինչ են այնտեղ կրթում։ Ես կրկին ասեմ, որ դա նայեք նորից, եթե ինքը օրգանական չի որևէ երևույթ մեզանում, լինի դա տոն կամ բան ձևական բնույթ ունենա, ուրեմն ինքը ապրելու ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն։ Այսինքն նպատակ ձևավորված չի, որպես բովանդակություն, այսինքն մենք ուզում ենք մեր երեխաները օրինակի համար, կապ չունի ինչ սիստեմ ենք վերցնում գրթական, բայց այդ սիստեմը ինչին պիտի ծառայի։ Ես իմ երեխան, որ կրթություն պետք է ստանա, ինքը այդ կրթությունը եւ այդ գիտելիքները ինչի համար պետք է ծառայեցնի։ Երկրի հզորացման համար, թե ամեն մեկ իր համար, իր անձի համար։ Լավ ապրելու համար, Փաշինյանն ասում է, լավ վարձատրվելու համար։ Դա ընդհանրական պետք է լինի։ Դա մասնավորեցնում է։ Ամեն մեկի մեջ պետք չէ մտցնել, որպես անհատ դու պետք է մտածես, որ քո գործը լավ անես, գործը ընդհանրական պետք է լինի, ընդհանրական, ընդհանուր մենք պետք է մտածենք մեր երկրի մասին, մեր պետության մասին, մեր ժողովրդի հարադեպման մասին եւ այդ արդյոք մենք այսօր ինչ ենք անում դրա համար։ 2 օր առաջ ցեղասպանության 110 տարելիցը նշեցինք եւ իշխանությունը իհարկե գնաց Ծիծեռնակաբերդ, բայց քննարկվում է միջև հիմա, որ 110-րդ տարելիցը կարելի է միջոցառումներով նշել, տարբեր գործընթացներ ծավալվեին, նաեւ Սփյուռքի հետ համագործակցություն լիներ։ Ինչով եք բացատրում այս պասիվությունը։ Նախ ես պիտի ասեմ, որ հենց խնգարկման, հենց խոնարհման, հենց երթման արարողություն չկար։ Այսինքն ուղղակի հիշել, որ նման դեպք է եղել։ Այո, պահանջատիրություն նաև չկա։ Նայեք, ուրեմն տարիներ առաջ, եթե հիշում եք, դուք լրագրող եք կհիշեք, ուրեմն հենց այդ հանձնաժողով ստեղծելու ցեղասպանության հետ կապված եւ այլն, հենց Թուրքիան, հենց թուրքական իշխանությունները այդպես այդ օրակարգը բերեցին մեջտեղ։ Եվ հետո մարեց։ Պատմաբաններից պատմաբաններ եւ այլն ժողովուրդները քննեն։ Եվ ամբողջ աշխարհում այդպեսի ալիք բարձրացավ, որ դուք եթե խնդիր ունեք, դա ձեր խնդիրն է, բայց մենք խնդիր չունենք։ Սա իրողություն է։ Սա իրողություն է, որի հետևանքները կան։ Հետևանքները ամբողջ աշխարհ, փաստերը, հետևանքները ամբողջ աշխարհում ծիրուցան եղած հայ ժողովուրդը փաստ է ինքը, որ ես ինքս եմ ծնվել դրսում եւ իմ նման շատ միլիոնավորներ հայեր ծնվել են դրսում, ինչի համար հայրենազրկված դրա համար երեք ես իմ խոսքում ասացի, որ շատ կարևոր է ցեղասպանության ընդունումը Թուրքիայի համար նաև, որ իրենք ազատվեն այդ մեղքից։ Եվ եթե այսօր Թուրքիան եւ թուրքերը ասում են, որ մենք առաջվա Թուրքիան չենք, շատ ավելի ազատ, շատ ավելի ժողովրդավար եւ այլն, պետք է ապացուցեն դա, պետք է ապացուցեն, որ իրենք կապ չունեն այն ժամանակվա ցեղասպան Թուրքիայի հետ։ Բայց նրանք ցանկություն չունեն ապացուցել։ Դրանք ցանկություն չունեն, բայց կարծես այսօր այդ օրակարգը այստեղ է մտնում եւ դժբախտաբար մեր ղեկավարության կողմից։ Այս է խնդիրը։ Մենք խնդիր չունենք քննարկելու ցեղասպանության հետ կապված, որևէ խնդիր չունենք, որևէ բան չկա, հարց չկա։ Ինչի մասին է խոսքը։ Իրենք թող մտածեն։ Հիմա ժխտողականություն է գնում ցեղասպանության կամ առասարակ այսպես ժխտողականություն չասենք, բայց հարցը փակելու արդյոք գործընթաց է գնում։ Մոռացության տալու ուղղակի իրողություն է, որը եղել ինչպես մնացած բոլոր որևէ մեկը չի կարողանալու այդ աստիճանի բերել ցեղասպանության հարցը։ Ինչպես նաև ես հավատում եմ, որ նաև Արցախի հարցը փակված չէ։ Այնպես էլ
ցեղասպանության հարցը փակված չի կարող լինի, չի կարող։ Սա մարդկության համար է պետք։ Մարդկության համար, որովհետեւ նորից չկրկնվի։ Հիմա ասում են, եթե մենք այդ հարցը չենք փակում, մենք չենք կարողանում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, իսկ մենք պետք է Թուրքիայի հետ ի վերջո հարաբերությունները կարգավորենք, մենք անընդհատ չենք մնալու։ Իսկ միգուցե ես այդպես եմ մտածում, միգուցե պետք է ընդունեն ցեղասպանությունը եւ այդ իրողությունը, որովհետեւ իրենց նախնիները գործած այդ ոճիրը պետք է ընդունի Թուրքը։ Եվ մենք հասկանանք այդ ժամանակ արդեն մենք մեր հարաբերությունները կառուցենք։ Ինչի ենք մենք հագարակ ձևով նայում։ Պետք է անպայման օրինակ համար հարաբերություններ հիմա ստեղծենք։ Ինչի։ Եվ թուրքերը որ ասում են հիմա գնդակը Հայաստանի դաշտում է։ Այո, այդպես չի։ Միշտ էլ գնդակը իրենց դաշտում է։ Առաջին քայլը իրենք պետք է անեն։ Ես որպես ցեղասպանություն եւ հայրենազրկում վերաբրած ընտանիքի զավակ ես ասում եմ ուրանալ չկա եւ ես ասում եմ ես զավակն եմ այն միլիոնավոր հայերի լույս սրբացած հայերի զավակն եմ եւ ես շարունակելու նույն ձևի ապրել ես իրավունք չունեմ ուրիշ ձևի ապրելու մենք վերջո մեր պայքարը արդար պայքար է եւ սա համայն մարդկության համար պայքար է ինչպես ժամանակին էր ասվել չէ որ եթե հայերի ցեղասպանությունը կանխվեր հոլոկոստը չէր լինի եւ հետո Ռուանդան չէր լինի եւ այդպես շարունակ դրա համար մենք մեր պայքարը արդար է եւ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Դուք կարծում եք, որ ժողովուրդը չի համակերպվի այդ հարցի հետ, որ այն Փաշինյանի քաշած, այսինքն այդ հարցի հետ, որ ընդհանրապես չխոսենք ցեղասպանության մասին եւ պահանջատեր չլինենք։ Այսինքն հիշենք, որ այո, ցեղասպանություն եղել է, բայց որևէ պահանջ Թուրքիայից չներկայացնել։ Չի լինելու այդպես։ Ժողովուրդը չի Չէ, իհարկե, չի լինելու։ Դա չի լինելու։ Ինչքան էլ հիմա փորձենք այդպես մոլորության մեջ գցենք մեր ժողովրդին եւ այդպես չի։ Հիմա ներկայացվում է, որ Թուրքիան մեծ թշնամի չէր լինի, եթե չհրահրեին նրան այդ գործողությունները դիմելու եւ ներկայացվում է նա ոճրագործ չէ, ինչպես որ մեզ ներկայացվել է, այո, եւ Էրդողանն էլ էր ուղերձում ակնարկում։ Սա էլ է թուրքական թեզ եւ ցավում եմ, որ այդ թեզը այսօր շրջանառության մեջ է մտնում Հայաստանում։ Որովհետև առանձնակի դաժանությամբ են սպանվել հայերը եւ դրա մասին բազմաթիվ փաստեր կան եւ ներկայացնել, որ Թուրքիան թշնամի չէ, ոճրագործ չէ, նրան հրահրել են գործողություններ անել, դրանք ուղղակի ջարդեր են եւ ոչ թե ցեղասպանություն։ Ցեղասպանությունը իրականություն է, որը իրագործել է թուրքական պետությունը այդ ժամանակ ցեղասպան Թուրքիան իրագործել է եւ ինքը դրա համար պիտի պատասխան տա։ Պետք է ընդունի որպես իրականություն, որպես իրենց նախնիների գործած ոճիր եւ իրենք պիտի ցերպազատվեն այդ մեղքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Ինչքան էլ փորձեն այս կողմ գնան, այն կողմ գնան եւ այլն, դա նորից կրկնեմ, ես շարունակ նույն բանն եմ ասում, սա միայն մեզ համար չէ, որ պետք է։ Սա թուրքերի համար է պետք։ Եվ սա ամբողջ աշխարհին է պետք, որ որևէ տեղ այլևս նման բան չկրկնվի։ Մենք հիմա պայքարում ենք ամբողջ մարդկության համար։ Ամբողջ մարդկության համար մենք պայքարում ենք։ Բայց հիմա Թուրքիան ոչ միայն չի ընդունում, այլև պահանջում է Հայաստանից սահմանադրությունը փոխել, որտեղ եւ անկախության հռչակագիրը պետք է հանվի նախաբանից, որտեղ նաեւ հենց ցեղասպանության հետ կապված դրույթը պետք է հեռացվի եւ այս ամենը իրենց նպատակն է, այսինքն իրենք հետքայլ որևէ ձևով չեն անում եւ ընդունելու նպատակ առհասարակ չունեն։ Մենք էլ հետքայլ պիտի չանենք ու չենք անելու։ Ու որևէ մեկը իրավունք չունի նման քայլ անի։ Մեր սահմանադրությունը մերն է։ Մեր հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե մենք ինչ պետք է անենք։ Եվ իրավունք չունի մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ով ուզում է լինի, այսօր վաղը որևէ մեկը նման թուրքական օրակարգ
իրականացնելու Հայաստանում։ Իրավունք չունի, բայց Փաշինյանը արդեն որոշել է պետք է սահմանադրությունը փոխվի, թեև դրույթները պարզ չեն, բայց խոսակցությունները այնուամենայնիվ կան, իսկ ցեղասպանության մասին արդեն իսկ Փաշինյանը ասել է, անկախության հռչակագիրն ասել է, որ պետք է նախաբանից հանվի, ասում է, երբ որ ինքը կարդում է հռչակագիրը, կարծես պետություն չունենալու մասին խոսի այս ամենը։ Մի հոգի չի կարող որոշի պետության ճակատագիրը։ Չի կարող։ Բայց Արցախի ճակատագիրը մեկ հոգով նա որոշեց։ Եվ այդ իրավունքը չունի։ Եվ չի լինելու։ Դու կարծում եք ժողովուրդը այդ հանրակրվեն, եթե իրականացվի սահմանադրական, այո չի ասի, ձայն չի ստանա։ Բնականաբար, եւ ես կարծում եմ պիտի չհասնի հանրակրվեի։ Պիտի չհասնի։ Իշխանափոխություն լինի։ Մենք իրավունք չունենք նման բան անելու։ Մենք մեր ձեռքով մեր դունն ենք ուզում քանդել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք չենք պատկերացնում ինչ է կատարվում։ Դրա համար եմ ասում, ամբողջ աշխարհը տակնու վրա է, մենք պետք է մտածենք մեր անվտանգության մասին, բոլոր իմաստներով, բոլոր ջյուղերով, մեր անվտանգության մասին պետք է մտածենք։ Ուրիշ բաները, մնացած բաները հարթվելիք է։ Եվ ես կուզենայի շատ կարևոր մի բանի մասին, երբ որ ես եկա հարցազրույցի, ինձ համար շատ ավելի կարևոր է մեր մթնոլորտը, Հայաստանում տիրող մթնոլորտը, որ սիրո պակաս կա։ Բոլորս ամեն մեկս արիթ է օգտագործում ինչ որ դիմացինին հայհոյելու, նսեմացնելու, իր արածը ոչ թե քննադատելու, այլ վարկաբեկելու։ Այ ես այդ մթնոլորտը, եթե մենք կարողանանք փոխել եւ վերականգնենք մեր մեջ այն լավագույն հատկությունները, որը հայը ունի իր մեջ։ Բայց ինչու է եղավ այդպես, ինչու է այսքան ատելություն տարածվում, ինչ խնդիր կա, այսքան ագրեսիվ ժողովուրդը, անհանդուրժող։ Դե եկեք մի հատ նայենք, էլի։ Սև սպիտակ եւ այլն, անընդհատ տարբերություն եւ այլն։ Իմ շրջապատում էլ շատ մարդիկ, այսինքն եթե նույնիսկ համաձայն չեն իմ օրինակի համար դիրքորոշումների մեջ, իմ հայացքների հետ կապված իրենք համաձայն չեն, պիտի օրինակի համար բան լինի, շատ սիրով պիտի լինի, մեկս մյուսին ինչ-որ մի բան ասենք եւ այլն, ոչ թե ելնենք հայհոյենք, ելնենք ասենք, կամ կտրենք մեր կապը, կամ օրինակի համար ասենք թե հասարակ բան, էլի, բաժանվել թիմերի, բաժանվել, այս երկիչներին հրավիրել, այս երկիչներին չհրավիրել, այս խմբին հրավիրել, այս խմբին չհրավիրել, ամոթ է։ Դա պետական մակարդակով է։ Ընդհանուր եմ ասում։ Եվ մեր ժողովուրդը մեղք է։ Իրականում մեղք է մեր ժողովուրդը։ Այո, ամեն ինչի դերը պետք է լինի ժողովուրդը։ Բայց անընդհատ ասել մեր ժողովրդին, որ դուք լավը չեք։ Բոլոր կողմերից ասվում է սա, հերիք եղավ։ Իմ օրինակ ցանկություններ այստեղ գալուց, որ ես ասեմ հերիք եղավ, պետք է իսկապես մենք շատ լավ հատկություններ, մենք ընդիր ժողովուրդ ենք։ Բայց այն հատկությունները, այն լավ հատկությունները մեր մեջի, ինչի ենք թաղում մեր ձեռքերով։ Հանենք դուրս, մեկս մյուսի նկատմամբ սիրով լցված լինենք։ Չփորձենք, բոլոր տեսակի խնդիրները լուծելի են, բոլոր տեսակի խնդիրները, եթե սեր լինի։ Պիտի չմերժենք Աստծո գոյությունը մեր մեջ։ Իսկ Աստծո գոյությունը մեր մեջ դա սերն է։ Մեկս մյուսի նկատմամբ պետք է ուղղակի սիրով լցված լինենք։ Այո, մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծել հենց այդ ճանապարհներով։ Սիրենք մեր տեսակը, սիրենք մեր մշակույթը։ Եվ ամբողջ աշխարհում մենք մարդկությանը բացի լավ բանից մենք չենք տվել։ Հիմա ինչ է եղել մեզ։ Արթնանալ է պետք։ Ուղղակի ես խնդրում եմ բոլորին, ամեն օր նոր թեմա, մեկը մյուսին է հալածում, մեկը մյուսին է հայհոյում եւ այլն, մենք այդ որակի ժողովուրդ չենք։ Պատերազմից հետո մասնավորապես այդ բաժանումը եղավ ճամբարների եւ պատերազմից հիմնականում թիրախավորվում են արվեստագետները նաեւ։ Ընդհանրապես ասեմ մի բան, մենք մեր անկախությունը, ընդհանուր մեր ձեռք բերածները պիտի չմսխեինք։ Աչքի լույսի պես պիտի պահենք ամեն ինչ, արժեքները մեր պիտի պահենք։
Դրա համար ասում եմ, զարգացնելու համար պահպանողականություն է պետք։ Ինչքան պահպանողական եղար, այդքան կարող ես զարգացնել, որովհետև զարգացնելու բան շատ ունես, բայց երբ որ հրաժարվում ես քո արժեքներից, քո ունեցած հարստությունից, զարգացնելու բան չես ունենա։ Դրա համար ես խնդրում եմ բոլորին, արվեստագետներ լինեն, լրագրողներ լինեն, բժիշկներ լինեն, բոլորին։ Արցախցիների հետ կապված ինչ կասեք, որովհետև նրանք հիմա ամենաշատն են թիրախավորվում եւ երբեմն հենց իշխանական այդպես մերձ Հերմինե ջան, նույն խնդիրն է, նույն արցախցիների նաեւ շրջանակներում նաեւ իրենք էլ են կիսվել մի քանի մասի, մեկը այդպես ասում, մեկը մյուսինը հայոյում դու սենց ես, այն մյուսը ասում է դու սենց ես եւ այլն։ Այդ ամենը պետք է վերացնենք։ Մեր խնդիրը հոգեվոր դաշտում է։ Հոգեվոր դաշտում է մեր խնդիրը։ Եթե մենք կարողանանք այդ ճանապարհով գնալ եւ արժևորենք ամեն ինչ, արժևորենք ամեն ինչ, այն ինչ որ մեզ եկել հասել է։ Քիչ առաջ ես երբ որ գալիս էի աղջկաս հետ եմ, ճանապարհին խոսում էինք որ այո, մենք 8 դարից ավել մենք pedagogiությունը կորցրել էինք, բայց հենց այն ազգային նպատակ ունեինք, ազգային նպատակ ունենք, երազանքներ ունենք եւ եկանք հասանք մինչեւ 1918 թվական, հագարակ 15 թվականի եւ մինչեւ այդ 1870-ից սկսած մենք ջարդերի ենք ենթարկվել, ցեղասպանության ենք ենթարկվել, բայց եկանք հասանք 1918 թվական եւ Սարդարապետով ամբողջ ժողովուրդը ունենալով մեկ նպատակ, ազգային նպատակ, վերակերտել pedagogiություն, ունենալ պետություն, Հայաստանի Հանրապետություն անկախ, մենք կարողացանք հասնել դրան։ Դրա համար ասում եմ, հոգևոր դաշտում է, բարոյական դաշտում է մեր խնդիրը։ Բայց հիմա հենց մեզ ասում է, որ դուք պետք է երազանք եւ նպատակ չունենաք, մասնավորապես Արցախի հետ կապված, մասնավորապես Արևմտյան Հայաստանի հետ կապված, եւ այդ երազելը պետք է վերանա, մոռանանք։ Մենք հասկանանք, որ այս Հայաստանն է մերը եւ վերջ։ Հիմա հենց դա է արվում։ Գիտեք ինչպես, ես մի հատ բան ասեմ, էլի։ Ժողովրդին չես կարող ասել խեղդի քո մեջ քո երազանքները։ Չես կարող ասել։ Միշտ էլ երբ որ որևէ ուժ իշխանության է գալիս, ինքը չի կարող իրեն ազատություն տալ։ Չի կարող, որտեղ ինքը պատասխանատու պետք է լինի պետության համար եւ ողջ ժողովրդի համար։ Բայց չես կարող նաեւ ժողովրդի մեջ սպանել իր իղձերը, իր երազանքները։ Եվ ես վստահ եմ, որ անցողիկ է ամեն ինչ։ Այսօր իշխանության գլխին կանգնած են այսօրվա իշխանությունը, վաղը կլինեն ուրիշները, բայց մենք պետք է գիծ ունենանք։ Ազգային գաղափարախոսությամբ գնանք առաջ։ Մեզ համար ամենակարևորը նորից ասեմ, մեր ազգային անվտանգությունը եւ ինքնության անվտանգությունը շատ կարևոր է։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է մտածի եւ պարտավոր է։ Եվ ինչի են այս խնդիրները անընդհատ։ Մեր հասարակության մեջ լավ ով է գող։ Եթե մենք խոսենք, օրինակ, շատ ենք խոսում, թղթի վրա ամեն ինչ գրված է, ամեն ինչ իդեալական է, չէ՞ թղթի վրա, բայց իրականում եկեք նայենք ով է գող։ Ինչից են գող։ Մեր երազանքները իրականանում են։ Խոսենք դրա մասին։ Խոսենք իրական կյանքի մասին, ոչ թե Facebook-յան այդ հարթակով մեկս մյուսին վատաբանելով, հայհոյելով եւ այլն։ Իմիջիայլոց ասեմ մի բան։ Դե դրանք հրահանգավորված են շատ անգամ։ Ինչ որ մենք իրականում պատկերը այդպեսին կարող է չլինել, բայց հրահանգավորված, այո, իրականության այդքան մոտ չէ։ Այդ Facebook-յան այդ միջավայրում լրիվ այլ է։ Մի ժամ մտնում ես Facebook, օրինակի համար, չէ, հետո արդեն սկսում ես դեպրեսիաների մեջ ընկնել, բայց երբ որ դուրս ես գալիս փողոց, ժողովուրդը ուրիշ է։ Ժողովուրդը մի տելադրեք դուք Facebook-ով, թե մեր ժողովուրդը ինչ որակներ ունի։ Մեր ժողովուրդը շատ լավ որակներ ունի։ Իսկապես ես շատ եմ սիրում իմ տեսակը։ Հայի տեսակը շատ եմ սիրում։
Այսօր մենք ինչ որտեղ ընկճված ենք նաև, բայց մենք կարող ենք ոտքի կանգնել, մեր մեջքը ուղղել, մեր գլուխը բարձր բահել։ Պարտվել ենք պատերազմում։ Քաղաքական բարդություն է եղել, որի հետևանքով նաև ռազմական բարդություն է եղել։ Այո, շատ զոհեր ենք տվել։ Փառք ու պատիվ մեր տղաներին, բա ինչի համար են զոհվել մեր տղերքը։ Դարերի ընթացքում ինչի համար են զոհվում։ Մեր ինքնությունը պահելու, մեր բեդությունը պահելու։ Դրա համար ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որ մենք բոլորս մտածենք ավելի շատ ընդհանրական, քան անձնական։ Անձնականը կա ընդհանրականի մեջ։ Իսկ ընդհանրական կարող է չլինի անձնականի մեջ։ Մենք ով ապրենք։ Եվ այսօր միջոցառում ունեք Նեմեսիս հուշարձանի մոտ, խնդրեմ այդ մասին էլ ասեք։ Այսօր ուզում ենք մեր հարգանքի դուրքը տալ մեր այն արդարության վրիժառուների սխրագործությանը, այդ հերոսներին, մեր հայ հերոսներին, ովքեր որ իրենք երբեք ահաբեկիչ չեն եղել, ինչպես ներկայացվում է Թուրքիայի եւ որոշ ուժերի կողմից, դրանք հետևանք են մեր Տեհլիրյանից սկսած մինչև Յանիկյան, մինչև մեր բոլոր վրիժառուները, բոլոր արդարության մարտիկներ են, բոլորը ցեղասպանություն չլիներ, այդպես չէր լինի, բայց պիտի պատժվեին։ Եվ դրա համար ես ասում եմ, ես ձեր զավակն եմ, եւ մենք այսօր գնում ենք խոնարհվելու, ոգեգոչելու, գնում ենք երթում տալու նաեւ շարունակել մեր պայքարը։ Եվ այդ ժամանակ այդ պայքարը եղել է այնպես, որ մենք կարողանանք ամբողջ աշխարհին ցույց տալ, թե կա հայկական հարց։ Եվ այդ հայկական հարցը այսօր մենք պետք է շարունակենք։ Ցեղասպանության ընդունումը դա ինչ ասեմ, պիտի դառնա երանելիություն հենց թուրքերի համար, որ իրենք ազատվեն այդ մեղքից։ Եվ մեր տղաները, անձնազոհ մեր տղաները, մեր հերոսները իրենց կյանքը չխնայեցին այդ ամեն ինչի համար։ Եվ այսօր գնալու ենք այնտեղ եւ փորձենք նաեւ մեր ժողովրդին հավաքել հուշարձանի մոտ, եթե արժևորում չունենանք մեր մեջ, մենք կկորցնենք ամեն ինչ։ Մենք պետք է արժևորենք մեր մեջ եղած այն հերոսներին, ովքեր որ իրենց կյանքը նվիրաբերեցին մեզ համար, մեր անցյալի, այսօրվա եւ գալիքի համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։